Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրվա վերջին հանդիպումն են ձեր ուշադրությանը ներկայացնում, որտեղ Մոնցան կմրցի Մայնցի դեմ, թիմերը խաղադաշտում են, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Մոնցայից Արտուր Հովհաննիսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Սարգիս Մուրադյան համար 4, Գուրգեն Մացականյան համար 7, Մխիթար Ավետիսյան համար 9, Մուսա Ալեքսանյան համար 10, Ռաֆի Գևորգյան համար 13, Արշալույս Պապոյան համար 14, Ռաֆայել Ավակյան համար 15, Գագիկ Մանուչարյան համար 22 եւ Ցոլակ Պապոյան համար 33։ Արտակ Համբարձումյանը պաշտպանում է Մայնցի դարպասը համար 1, Էրիկ Նրսիսյան համար 4, Գեգամ Սարգսյան համար 7, Հայկ Մկրտչյան համար 8, Կարապետ Կիրակոսյան համար 9, Դավիթ Պերիխանյան համար 10, Դավիթ Գևորգյան համար 16, Ռաֆայել Կյուրեղյան համար 17, Վիաչեսլավ Պետրոսյան համար 18, Վարդան Հովհաննիսյան համար 22 եւ Նշան Մարկոսյան համար 99։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկտարկի համար, քիչ անց կտրվի գլխավոր մրցավարի մեկտարկային սուլիչ ու կմեկտարկի հանդիպումը շատ կարևոր հանդիպում է սա, իհարկե նաև եկեք մի պահ արագորեն նայենք մրցաշարի նահանգում տիրող իրավիճակը, որտեղ այս երկու թիմերն են ընդգրկված, իհարկե պատկերը էլ ավելի է հետաքրքրանում, քանի որ գնալով ցանկացած թիմ փորձում է ամրապնդել իր դիրքերը մրցաշարի նահանգում։ Այս պահին Մայնցը գտնվում է Մրցաշարային նահանգի 14-րդ հորիզոնականում ունի իր ակտիվում վաստակած 1 միավոր, 1 ոչ ոք է խաղացել Մայնցը եւ կրել 3 պարտություն, իսկ Մոնցան այս պահին 7-րդն է 7 միավորով, թիմը տարել է 2 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել պարտությամբ ու 1 ոչ ոք է խաղացել։ Իհարկե հաղթանակի դեպքում Մայնցը կկրճատի միավորների տարբերությունը հենց այսօրվա մրցակցի դեմ, նվազեցնելով այն 3-ի, իսկ իհարկե Մոնցան այստեղ է միայն 3 միավորով հեռանալու համար կա մրցավարի սուլիչը, մեկտարկած է հանդիպումը, Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը հանձնում են Մայնցին ու Մայնցը կփորձի սկսել իր առաջին գրոհը, Ներսիսյան դեպի աճ ուղարկեց գնդակը Էրիկ Ներսիսյանը, Մարկոսյանը հետ փոխանցում է հետևում նորից Ներսիսյանի ուղղությամբ, չափազանց կարևոր հանդիպում է իսկապես այս 50 րոպեների ընթացքում մեզ սպասում անչափ հետաքրքիր ու լարված հանդիպում ենք դիտելու, քանի որ կրկնում եմ արդեն եթե թիմերը մրցաշարի մեկտարկում ունեին հնարավորություններ սայթակելու առաջին տուրերի ընթացքում, ապա գնալով ցանկացած տուրի հանդիպում էլ ավելի է բարդացնում ցանկացած թիմի խնդիր։ Ալեքսանյանը այստեղ հաջող տարավ, բայց դիպել էր գնդակը Ալեքսանյանի ձեռքին։ Ստանդարտ թիմակիրաստի Մայնցը համաձայն չէ Ալեքսանյանը մրցավարի կայացած որոշման հետ, համոզված է որ գնդակը չէր դիպել ձեռքին, բայց իհարկե մրցավարը շատ մոտ էր կանգնած ու ամեն ինչ պարզ դիտեց, հիմա կա կազմված պատը, Մարկոսյանն է գնդակի մոտ, կա մրցավարի սուլիչը, Նշան Մարկոսյան հարված ցածից հետևեց ու հենց Ալեքսանյանը լեռացնում է գնդակը առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղում, որը կիրացնեն Մայնցի ֆուտբոլիստները։ Կարապետ Կիրակոսյանն է տեղադրում գնդակը անկյունային իրացնելու համար։ Տեսնենք Կիրակոսյան բարձից փոխանցում հետևեց Տուգանային հրապարակ ու նորից Ալեքսանյանն է հեռացնում գնդակը, հիմա ես իսկ կնետի Մայնցը ակտիվ է մեկտարկել Մայնցը հանդիպումը, տեսնենք դա կտա արդյոք այսքան լավ մեկտարկի տրամաբանական շարունակությունը թե ոչ, այդ փոխանցում հետևեց դեպի Ներսիսյանը, Ներսիսյան Պերիխանյանի հետ խաղարկեց, իսկ Պերիխանյանի կատարած փոխանցում այստեղ ուժեղ է ստացվում Դավիթ Գևորգյանի համար ու եզից նետում են Մոնցայի ֆուտբոլիստները, այստեղ կար խաղի կանոնների խախտում հիմա էլ Մարկոսյանի կողմից ու արդեն շտապում են թիմերը, այո կարծես թե հանդիպման ավարտը լինի այդպիսի տրամադրվածությամբ են թիմերը մոտեցել այս հանդիպանը, այստեղ չկար խաղի կանոնների խախտում ու հիմա Պապոյանն է շարժվում առաջ, Արշալույս Պապոյան թողեց գնդակը Ալեքսանյանին, բայց հիմա
դաթար առան Մոնցայի ֆուտբոլիստները հասկանալու համար ինչ է պատահել մրցակից թիմի ֆուտբոլիստ Նշան Մարկոսյանին։ Ու հիմա արդեն վերսկսված է հանդիպումը, հասնեցին հիմա Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը մրցեցին, ամեն ինչ կարգին է խաղադաշտում, Մարկոսյանի հետ նույնպես ու արդեն Արտակ Համբարձումյանը ուժեղ փոխանցում է կատարում առաջ, այստեղ Գևորգյանը լավ գործեց, Ավետիսյան, այստեղ թիկունքից Պերիխանյանի խանգարումը կար, բայց դա չխանգարեց Ավետիսյանի մնալ գնդակով, հիմա Ալեքսանյանն է հետ փոխանցում կատարում ու այս փոխանցումը դեպի մնացականյանը չանցավ, Գեգամ Սարգսյանը երկու դրվագում էլ շատ հաջող պաշտպանվեց ու հիմա Մայնցը նետվում է առաջ Կարապետ Կիրակոսյան, տեսնենք այս գրոհիչ կտա կրունկով փոխանցում այստեղ կատարեց Կիրակոսյանը, բայց գնդակը բաժինացավ Մուսա Ալեքսանյանին, ով անցում կատարեց, հետո էլ սայթակեց իհարկե չկար այստեղ խաղի կանոնների խախտում, հիմա էլ Պերիխանյանն է սխալվում, բայց Սարգսյանը ուղղեց խաղը ընկերոջ սխալը, այստեղ հասցրեց փակել գնդակի ճանապարհը Պերիխանյան ու հանեցին հիմա այդ գնդակը դաշտի սահմաններից դուրս Մայնցի ֆուտբոլիստները հասկանալու համար ինչ է պատահել Մուսա Ալեքսանյանին Համբարձումյանն է գնդակով երկար նետում կատարեց դեպի Մարկոսյանն էլ փորձեց այս բարդ իրավիճակից դուրս գալ, բայց հայտնվեց երկու մրցակցի շրջափակման մեջ Ավետիսյան անցավ այստեղ փոխանցումը Պապոյանն է գնդակով Արշալույս Պապոյան արված, բայց Համբարձումյան այստեղ ճիշտ դիրքում էր ու ֆիքսեց Պապոյանի կատարած հարվածը առաջին հարվածը ունենք դարպասի ուղղությամբ ու այն իր անվան դիմաց գրանցեցին Մոնցայի ֆուտբոլիստները հատկապես տվյալ դրվագում հայտնվել էր Արշալույս Պապոյանը մնացականյան հիմա արդեն Մոնցան նետվում է առաջ Մուսա Ալեքսանյան գուցե երվից փորձի Ալեքսանյանը այդպես էլ արեց, բայց փակվեց այս դեպքում Ալեքսանյանի հարվածի ճանապարհը Հովանիսյանն էլ պայեց գնդակը դաշտի սահմաններում ուղարկելով այն Գևորգյանին իսկ այստեղ կար այո խաղի կանոնների խախտում արդեն Ռաֆայել Ավակյանի դեմ պայքարում ու ստանդարտ իրացնի հիմա Մոնցան Տեսնենք այս ստանդարտն ինչպես կխաղարկեն Մոնցայի ֆուտբոլիստները կամ մրցավարի Սուլիչը Պապոյանն է հարվածում, բայց պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին գնդակը Հիմա էլ այս փոխանցումը նպատակը կտին չհասավ Հովանեսյան մի փոքր ուժեղ կատարեց այստեղ փոխանցում Մարկոսյանի համար ու գնդակին առաջինը արձագանքեց Մոնցայի դարպասապահ Արտուր Հովանեսյանը նետելով գնդակը Մնացականյան կատարեց այստեղ փոխանցում Մնացակanyանը, բայց մի փոքր ուժեղ ստացեց, չնայած հասավ գնդակին Պապոյանը, հետո էլ հեռու թողեց ու Մայնցի ֆուտբոլիստները խլեցին գնդակը նրանից, բայց արագորեն էլ Մայնցը կորցրեց, հիմա էլ Մարկոսյանն էր պայքարում գնդակի համար, բայց հենց Մարկոսյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզից նետում է Մոնցան Մուսա Ալեքսանյան այստեղ հաջող կերպով անցավ մեկ մրցակցի Ալեքսանյանը վտանգավոր գրոհի հիմա անցել Մոնցան, գուցե Պապոյանը փորձի էր արտարածությունից, բայց փակվեց գնդակի ճանապարհը, հիմա էլ այստեղ Ավետիսյանին դարպասապահ Համբարձումյանը թույլ չտվեց հարված կատարել փորձեց այստեղ Ավետիսյանը թողնել գնդակը որպեսզի հասնի ոտքերի արանքից, բայց Արտակ Համբարձումյանը ամեն ինչ հաշվարկել էր ու հիմա կարծես վնասվածք է ստացել Համբարձումյանը հուսանք դա տեղի չի ունենա ու դարպասապահը կարողանա շարունակել հանդիպումը Մայնցի կազմում
Ավետիսյան հիմա ամեն ինչ կարգին է ու հանդիպումը վերջկսվում է Արտակ Համբարձումյանը մնում է խաղադաշտում Մնացականյան ու 6-0-ը Մոնցան հասնում է հաջողության բացելով այս հանդիպան հաշիվը գոլի հեղինակ է դառնում Գուրգեն Մնացականյանը 1-0 Մնացականյանը բացում է հանդիպան հաշիվ ու հիմա արդեն հանդիպան ինտրիգա էլ ավելի կմեծանա կհետաքրքրանա քանի որ ունեն խփված գնդակ խաղադաշտում ու դա իր անվան դիմաց գրանցում են Մոնցայի ֆուտբոլիստները Մայնցը բնականաբար կփորձի այս իրավիճակից հիմա դուրս գալ Ներսիսյան դեպի աջ փոխանցում կատարեց Ներսիսյանը Պերիխանյան բայց Ալեքսանյանը այստեղ հաջող կերպով խլեց գնդակը մրցակցից նորից Մնացականյանն է գնդակով բայց այստեղ Մնացականյանի փոխանցումը փակեց Գեգամ Սարգսյանը Պերիխանյան փորձեց հասցեալ գնդակը կրկին Սարգսյանին չստացվեց Ավետիսյանն է գեղեցիկ փոխանցում հիմա էլ կատարում Մնացականյան մեկ հպումով դեպի Պապոյանը բայց Ներսիսյանը հասցրեց հեռացնել գնդակը ու հիմա արդեն անկյուդային կիրասնի Մոնցան բավական արդեն մեծացավ հանդիպման տեմպը լարվածությունը իհարկե դա խոսում է միայն ու միայն թիմերի խաղամակարդակի մասին հիմա այս անկյունայինը տեսնենք ինչ կտա Մոնցային Պապոյանն է փոխանցում Ավետիսյանն էլ փորձեց հարված կատարել բայց բարդ էր իրավիճակ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Մարկոսյան դեպի աջ հետևեց փոխանցում Մարկոսյանից Գևորքյանն է առաջարկվում, բայց այստեղ ուժ է ստացված Գևորքյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Արթուր Հովհաննիսյանի պաշտպանած դարպասից Պապոյան դեպի աջ կատարեց փոխանցում, բայց ուժ է ստացվեց այստեղ Պապոյանի կատարած փոխանցումը ու եզից կնետեն Մայնցի ֆուտբոլիստները շտապում է Սարգսյանը կատարեց եզրային նետում Պերիխանյան նորից Սարգսյան ձախ եզրով առաջ է շարժվում Գեգամ Սարգսյանը կա փոխանցումը այստեղ էլ հարված հետևեց դարպասի ուղղությամբ Հովհաննիսյանի կատարմամբ, բայց մի փոքր շեղությամբ ստացեց բավական բարդ իրավիճակում ստացավ հարված կատարելու հնարավորություն այստեղ Մայնցի 22 համարը Վարդան Հովհաննիսյանը, բայց հարվածը դիպուկ չստացվեց այս դեպքում ու հիմա արդեն սկսում է խորքից Մոնցան, լավ փոխանցում հետևեց, այստեղ Ալեքսանյանը հաջող կասեցեց գնդակը, բայց մի փոքր հեռու թողեց իրենից գնդակ ու եզից հիմա կնետեն Մայնցի ֆուտբոլիստները Պերիխանյան հաջող չէր այս փոխանցումը ու կրկին հիմա Ալեքսանյանին է բաժինացնում գնդակը, այստեղ էլ Ալեքսանյանի փոխանցումը չանցավ, իհարկե հիմա 1-1 ու սխալներ են տեսնում երկու թիմերի կազմում էլ դա պայմանավորված է իհարկե հանդիպման լարվածությամբ, նաև խոտացածն է մի փոքր թաց ու իհարկե ֆուտբոլիստները փորձում են հնարավորինս ուշադիր գործել խաղադաշտում զերծ մնալով ավելորդ վնասվածքներից Խաղարկում է Մոնցան գնդակը պաշտպանությունում, հաջող այստեղ անցում կարողացավ կատարել Ավակյանը, կա փոխանցում դեպի Ավետիսյանը, Մուսա Ալեքսանյան վտանգավոր է, բայց այստեղ մի փոքր բարձր ստացվեց Ալեքսանյանի կատարած հարվածը, եթե գրավել դարպաս սապա մենք կարող ենք շատ շքեղ գոլի ականատես լինել, բայց հարվածը մի փոքր բարձր ստացվեց, ինչ լավ կասեցում ու հարված տեսանք իսկապես բրավո Ալեքսանյանին այս ամենի համար Եթե հայտնվեր գնդակը դարպասում, ապա ամեն ինչ տրամաբանական ավարտ կունենար, բայց այս դրվագում դա տեղի չունեցավ։ Կիրակոսյան հաջող կերպով թողեց գնդակը այստեղ Պերիխանյանին, բայց նրանից պատասխան փոխանցումը չստացավ։ Պապոյան հիմա արդեն նետվում է նորից առաջ Մոնցան, Պապոյան շատ լավ նկատեց Մուսա Ալեքսանյանին, Ավետիսյան փոխանցում ու հիմա կարող է դուբլե հեղինակ դառնալ Մնացականյանը, բայց չհասավ այս փոխանցմանը։ Ամեն ինչ գեղեցիկ արեցին այս դրվագում Մոնցայի ֆուտբոլիստները, բայց գրոհի եզրափակումը չստացվեց։
Նորից կարող էր Մնացականյանը դառնալ գոլի հեղինակ ու նորից գոլային փոխանցում իր անվան դիմաց կարող էր գրանցել Մխիթար Ավետիսյանը, բայց այս դեպքում գնդակը չհայտվեց դարպասում Մարկոսյան, շատ լավ էր փոխանցում կատարել Մարկոսյանը, բայց այստեղ հասցրեցին փակել գնդակի ճանապարհը Մոնցայի պաշտպանները ու Արտուր Հովհաննիսյանը գնդակի հիմա կմտցնի խաղի մեջ։ Գևորգյան դեպի աչք կատարել փոխանցում։ Գնդակով շարժվում է առաջին Մուրադյանը, շատ լավ փոխանցում հետևեց դեպի Արշալույս Պապոյանը, Պապոյանն էլ լավ էր մտածել, բայց այստեղ հիմա էլ փակվեց Արշալույս Պապոյանի փոխանցման ճանապարհը ու Ներսիսյանն է շարժվում առաջ, թողեց գնդակը Կարապետ Կիրակոսյանին։ Կիրակոսյան շատ լավ փոխանցում դեպի Պերիխանյանը, հարված ու Հովհաննիսյանը այստեղ ճիշտ դիրքում էր հեռացեց գնդակը հիմա Պերիխանյան գրոչի ավարտվել Մայնցի եւս մեկ փոխանցում Վարդան Հովհաննիսյան ու հաշիվը հավասար է 1-1։ Մեկ-մեկ հաշիվը հավասար է, այո, ամեն ինչ լավ արեցին այս դրվագում Մայնցի հարձակվողները Պերիխանյանի հարվածից հետո Հովհաննիսյանը հետ մղեց, բայց հետո չմոռացան գրոհի մասին Մայնցի ֆուտբոլիստները երկրորդ տեմպով շարունակվեց գրոհը Կիրակոսյանի կատարած փոխանցումից հետո էլ անդրադարձ եղավ եւ վերջում գնդակը բաժինացնելով Վարդան Հովհաննիսյանին հայտնվեց դարպասում 1-1 հանդիպան հաշիվը հավասար է կարելի ասել ամեն ինչ սկսվում է խաղադաշտում 0-ից Մուսա Ալեքսանյան Ստացվեց այստեղ անցում կատարել, բայց գնդակը մնաց Ալեքսանյանի խաղընկերոջ մոտ, հիմա էլ Արշալույս Պապոյանը մի փոքր հեռու թողեց խորքից փոխանցում դեպի Մնացականյան ու հիմա շեղությամբ է ստացվում Գուրգեն Մնացականյանի կատարած հարվածը Հետվում են առաջ հիմա Մայնցի ֆուտբոլիստները Ներսիսյան ուղարկեց Զախեզել, գնդակը Սարգսյանն է այստեղ Սարգսյանից էլ դուրս եկավ, գնդակը դաշտի սահմաններից ու եզից կնետի Մոնցան Ալեքսանյանն է կատարում եզրային նետումը գնդակ ուղարկելով Մուրադյանին Գևորգյան դեպի ձախ փոխանցում հետևեց ստացավ Ավակյանից պատասխան փոխանցումը Գևորգյան ու խաղարկում է գնդակը Արշալույս Պապոյանի հետ դեպի աջ հիմա էլ Մուրադյանն է այստեղ նորից Պապոյան Եվ կարողանում է Մոնցան հիմա դուրս գալ պաշտպանությունից Գևորգյան խորքից փոխանցում հասավ գնդակը Մնացականյանին ու հիմա կրունկով փորձեց գոլի հեղինակ դառնալ Մնացականյանը, բայց դարպասածողը այս դրվագում եկավ օգնության Մայնցին ու գնդակը չհայտվեց դարպասում հաշիվը անփոփոխ է 1-1 Հիմա փոփոխություն տեղի կունենա Մայնցի կազմում Հովհաննիսյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Գյուրեղյանը Ու տեսնենք ինչով կփորձի օգտակալ լինել իր թիմի գործողություններում Ռաֆայել Գյուրեղյանը, Սարգսյան Ուղարկեց գնդակը Պերիխանյանին, հետ փոխանցում հետևեց դեպի Ներսիսյանը Վերջինս էլ շատ լավ փոխանցում կատարեց դեպի Աչեզեր, բայց սխալվում են այստեղ Մայնցի ֆուտբոլիստները ու գնդակը կրկին Մոնցայի մոտ է Պապոյան այստեղ լավ գործեց Պերիխանյան ու հիմա կարող է շատ լավ փոխանցում կատարել ինչպես էլ արեց նշան Մարկոսյանն է գնդակով Մարկոսյան տեսնենք ինչ որոշում կայացնի հիմա Մարկոսյանը ինքն էլ հարվածում է դարպասի ուղղությամբ բայց մի փոքր չեղությամբ է ստացվում Մարկոսյանի կատարած հարված ու հարված կլինի Մոնցայի դարպասից ինչ լարված հանդիպում ենք իսկապես մենք հիմա դիտում խաղադաշտում 20 րոպե անցավ արդեն հանդիպան 1 տարկից 5 րոպե մնացել մինչ առաջի խաղակեսի ավարտը իհարկե հիմա թիմերից երկուսն էլ բնականաբար ցանկանում են գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակում բայց առաջնային խնդիրը իհարկե գոլ բաց չթողնելն է քանի որ ոչ ոքին այսպես ասած ոչնչից ավելի լավ է քան բաց թողնել գոլ հեղինակելու համար պատասխան գնդակ ու գնալ ընդմիջման պարտողի կարգավիճակում հիմա այստեղ Մուրադյանի հարվածը
բավական բարձր ստացվեց ու հարված կլինի Արտակ Համբարձումյանի պաշտպանած դարպասից։ Կիրակոսյան կփորձի հասնել այս գնդակին Կարապետ Կիրակոսյանը հասավ անցումն էլ ստացվեց, բայց հենց իրենից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու հարված կլինի Մոնցայի դարպասից։ Կիրակոսյան գուցե հիմա փորձի Կիրակոսյանը հարվածում մի փոքր շեղությամբ է ստացում Կարապետ Կիրակոսյանի կատարած հարվածը բավական վտանգավոր հարված կատարեց այստեղ Կիրակոսյանը, բայց գնդակը չհայտվեց դարպասում։ Ալեքսանյան կատարեց փոխանցում, բայց մի փոքր անհաջող ստացվեց այստեղ փոխանցում ու Պապոյանը չկարողացավ լավ կասեցնել գնդակը, եզից կնետի Մայնցը։ Ալեքսանյան շատ լավ փոխանցում, հետևեց Պապոյանին, Պապոյանը լավ գործեց, հարվածեց, բայց այստեղ Ներսիսյանը խոչընդոտեց Պապոյանի հարվածին, թույլ չտալով գնդակը ընթանա դեպի դարպասը Կարապետ Կիրակոսյան ակտիվացել է Մայնցայից վերջի րոպեներին, տեսնենք Կիրակոսյանն է առաջ շարժում, կատարեց դեպի Աչեզր փոխանցում Կյուրեղյան, եթե հիմա կարողանար կատարել փոխանցում դեպի Կիրակոսյանը, ապա վտանգավոր կլիներ, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, Մոնցայի պաշտպաններից ու անկյունային հարվածի մակիրաստին Մայնցի ֆուտբոլիստերը հենց Կիրակոսյանն էլ գնդակի մոտ է։ Բարձից փոխանցում այստեղ Ալեքսանյանը ներողություն Մուրադյանը կարողացավ հեռացնել գնդակը Կիրակոսյանն է կրկին գնդակով վտանգավոր է Պերիխանյան հարված, բայց այստեղ դիպավ գնդակը նորից Մոնցայի պաշտպաններին ու դուրս եկավ դաշտի սահմաններից, նորից անկյունային հիմա կիրաստեն Մայնցի ֆուտբոլիստերը բավական ակտիվացել է ինչ խոսք այս րոպեներին Մայնցի հիմա տեսնենք կարողանան արդյոք այս ակտիվությունը վերացել գնդակի թե ոչ։ Կիրակոսյան բարձից փոխանցում, բայց այստեղ շատ հեռուն գնաց գնդակ ու դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից կնետի Մոնցան, բայց այս ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ Մոնցայի կազմում, Ալեքսանյանը լքեց խաղադաշտը, նրա փոխարեն Ցոլակ Պապոյանը կշարունակի հանդիպումը, հիմա կատարված է եզրային նետումը, Ավետիսյան դեպի աջ է ուղարկում գնդակը, ևս մեկ շատ լավ փոխանցում դեպի Արջալույս Պապոյանը, բայց Պապոյանի հարված այստեղ չստացվեց։ Ու Համբարձումյանը արագ կերպով գնդակը մտցնում է խաղի մեջ, Գեղամ Սարգսյան շատ լավն էր փոխանցումը, Մարկոսյան հարված գնդակը դարպասում է, 2-1 Մայնցը անում է դա խաղակեսի վերջնամասում առաջ է հասնում հաշվի մեջ։ Նշան Մարկոսյան 2-1 խաղակեսի վերջնամասում Մայնցը հարավելության է հասնում ու կշերքի նժարը այսպես ասած թեքում է իր կողմի, հիմա արդեն Մոնցան առաջին անգամ այս խաղում հայտնվում է պարտվողի կարգավիճակում ու կփորձի իհարկե դուրս գալ այս իրավիճակից, այստեղ կար խաղի կանոնների խախտում։ Արագորեն խաղարկում են Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը Արշալույս Պապոյան հետ փոխանցում հետևեց այստեղ Պապոյանի կատարմամբ ու խաղակեսի ավարտին բավական քիչ խաղաժամանակ է մնացել։ Տեսնենք կարողանան այդ կար ժամանակը իրենց օգտին օգտագործել Մոնցայի ֆուտբոլիստները, թե այնուամենայնիվ վտմիջման կգնան պարտվողի կարգավիճակում։ Պապոյան հերվից հարված շեղությամբ ստացվեց այստեղ Պապոյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։
Պետիխանյան հերու թողեց մի փոքր իրենից գնդակը Պետիխանյան ու խաղի կանոնների խախտում այստեղ այո կար Պետիխանյանի դեմ պայքարում հիմա ստանդարտ Կիրաստի Մայնցը հենց Պետիխանյանն էլ գնդակի մոտ է նաև Կիրակոսյանն է գնդակի մոտ Կա մրցավարի սուրիչը Կարապետ Կիրակոսյան բարձից փոխանցում ու այստեղ գնդակը բարձր ընթացավ եւ հարված կլինի Մոնցայի դարպասից Հովանիսյանը գնդակի հիմա կմտցնի խաղի մեջ Փոխանցում այստեղ Պապոյանը պայեց գնդակը Ստացավ պատասխան փոխանցումը շատ լավն էր փոխանցումը բայց Ավետիսյանը վրիպում է այստեղ բարդ իրավիճակում էր իհարկե Ավետիսյանը թիկունքով էր դեպի մրցակցի դարպաս ու չէր տեսնում ինչ է կատարվում բայց այնուամենայնիվ այստեղ կարելի էր հավասարեցնել հանդիպանաշիվը Պապոյան եւս մեկ փոխանցում բայց հեռացնում են Մայնցի ֆուտբոլիստները գնդակու ես իսկ նետի Մոնցան կարծում եմ սա վերջին գրոհն է առաջի խաղակեսում Նշան Մարկոսյանը հեռացված է գնդակը թույլ է տալիս մրցավարը բայց այստեղ Պետիխանյանը եթե կարողանար անցում կատարել ապա կարող էր միայնակ հայտնվել դարպասապայի դիմաց Գեգամ Սարգսյան հիմա էլ ցանկման գնով Սարգսյանը հեռացեց գնդակը Գյուրեխյան փոխանցում դեպի Պետիխանյանը գրոյի անցել հիմա էլ Մայնցը Պետիխանյանի հարվածը չի ստացվում հիմա ստացվում է բայց բավական բարձր ուժեղ է ընթանում Պետիխանյանի կատարած հարվածը Այո, հիմա մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն է ընթանում արդեն խաղադաշտում, քանի որ հիմնական ժամանակը սպառվել է, դժվարանում եմ ասել որքան է փոխհատուցել մրցավարը, բայց իհարկե ավելին փոխհատուցած չի լինի Պետիխանյան ինչու այսպես փոխանցեց կար նշան Մարկոսյանի տարբերակը եւ եթե գնդակը բաժին հասներ Մարկոսյանին, ապա վտանգավոր դիրքում արված հնարավորություն կստանա Մարկոսյանը առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ թե դատարկավորից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլիստներ մեկնարկում է Մոնցան դեմ Մանցի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո ունեն խփած 3 գնդակ խաղադաշտում 2-1 հաշվով հաղթում են Մանցի ֆուտբոլիստները նախ հիշեցնեմ Գուրգեն Մնացականյանը բացեց այս հանդիպան հաշիվը Մոնցայի կազմում հետո Վարդան Հովանեսյանը հավասարեցեց Հաշիվը դարձելով 1-1 այնուհանդերձ խաղակեսի վերջնում ասում Մարկոսյանը գրավեց Մոնցայի դարպաս ու առաջ մղեց Մայնցին հաշվի մեջ հիմա երկրորդ խաղակեսում տեսնենք ինչ կանեն թիմերը առաջին հերթին իհարկե խոսքը վերաբերվում է Մոնցային ով բնականաբար կփորձի նախ հավասարեցնել հանդիպան հաշիվը հետո մտածել հետագայի մասին իհարկե Մայնցն այդ մտքին կարծում եմ այդքան հեշտությամբ չի համաձայնվի եկեք արագորեն եւս մեկ անգամ ծանոթ ունենք թիմերի հայտարարություններին եւ այսպես սկսենք Մոնցայից Արտուր Հովանեսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Սարգիս Մուրադյան համար 4 Գուրգեն Մնացականյան համար 7 Վխիթար Ավետիսյան համար 9 Մուսա Ալեքսանյան համար 10 Ռաֆիկ Գևորգյան 13 Արշալույս Պապոյան համար 14 Ռաֆայել Ավակյան համար 15 Գագիկ Մանուչյան համար 22 եւ Սոլակ Պապոյան համար 33 Արտակ Ամբարձումյանն էլ պաշտպանում է Մայնցի դարպասը համար 1 հիմա փոխանցում հետևեց վտանգավոր է Պապոյան հարված ուշեղությամբ է ստացվում Սոլակ Պապոյանի կատարած հարվածը Արտակ Ամբարձումյանը պաշտպանում է Մայնցի դարպասը համար 1 Էլիկ Տերցիսյան համար 4 Արգիշ Կարապետյան համար 6 Գեգամ Սարգսյան համար 7 Հայկ Մկրչյան համար 8 Կարապետ Կիրակոսյան համար 9 Դավիթ Պետիխանյան համար 10 Դավիթ Գևորգյան համար 16 Ռաֆայել Գյուրեխյան համար 17 Վիաչեսլավ Պետրոսյան համար 18 Վարդան Հովանեսյան համար 22 եւ Նշան Մարկոսյան համար 99 Հիմա գրոհին անցել Մայնցի ֆուտբոլիստները, բայց ոչինչ անել չստացվեց, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Մարկոսյանի կողմից Արագորեն Հովանեսյանը խաղարկում է գնդակը խաղանքերոջ հետ լավ փոխանցում էր այստեղ Ալեքսանյան ուղարկեց գնդակը Պապոյանին բայց այստեղ Պետիխանյանը խնդում կարողացավ կատարել իսկ վերջի պահին Մուրադյանը եկավ օգտության պաշտպանությունում ու կարողացավ չեզոք հասնել մրցակցի վտանգավոր գրոհը հիմա էլ սխալ Կարապետ Կիրակոսյանն է հաջող խնդում գնդակը Պետիխանյան ինչու Պետիխանյանը չարվածեց դարպասին շատ վտանգավոր ու
կարևոր պահ է հիմա կորստում Mainz-ը հաշիվը դարձնելու 3-1 դարձնելու համար իսկապես եթե հիմա կարողանային աշկի ընկնել Mainz-ի ֆուտբոլիստները ապա էլ ավելի վստահ կզգային իրանց Մուսա Ալեքսանյանի մայլ Ալեքսանյանը կրակեց բայց Համբարձումյանը հեռացեց գնդակը Մոնցան էլ անցել է պատասխան գրոյի Մանուչարյան ու անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում այստեղ Մանուչարյանի իր թիմի համար Թիմերը 1-1 ու շատ վտանգավոր են սպառնում տեսնենք այս անկյունայինի խաղարկումը հիմա ինչ կտա Մոնցայի ֆուտբոլիստերին Պապոյանն է իրացնելու անկյունայինը կա փոխանցումը Մուսա Ալեքսանյանը մի փոքր շեղությամբ ստացվեց Ալեքսանյանի կատարած հարվածը Հարված կլինի հիմա Mainz-ի դարպասից իսկապես թիմերը շատ ակտիվ են մեկտարկել երկրորդ խաղակեսը ու տեսնենք թիմերից որ մեկը առաջինը երկրորդ կեսում կհասնի հաջողության Պերիխանյան ուղարկեց գնդակը դեպի Ձախեզր Կարապետ Կիրակոսյանն է զարգացնում արագություն այստեղ Կիրակոսյան, բայց այստեղ թիկունքից եղավ ճնշում ու խլեցին գնդակը Մոնցայի ֆուտբոլիստները Մխիթար Ավետիսյան շարժում է առաջ Ավետիսյանը վտանգավոր է Ավետիսյան ու Ներսիսյանը կարողանում է հեռացնել հիմա գնդակը Եվս մեկ անկյունային հիմա կիրացնի Մոնցան Պապոյան հարված ու հիմա էլ Պապոյանի հարվածն է մի փոքր շեղությամբ ընթանում ինչ է կատարվում հիմա իսկապես խաղադաշտում Թիմերը 1-1 ու վտանգավոր գրոհներ են անցկացնում առանց միմյանց զիջելու Գեղամ Սարգսյան Մարկոսյան Հետ փոխանցում կատարեց դեպի Ներսիսյանը Պերիխանյան ու դեպի աչ է ուղարկում գնդակը Ստանում պատասխան փոխանցումը Գևորգյանից այստեղ հաջող գործեց Պերիխանյանը բայց հեռու թողեց գնդակ ու Ցոլակ Պապոյանն է խլում այն բայց ուժեղ ստացվեց այստեղ Պապոյանի կատարած փոխանցում ու եզից կնետեն Mainz-ի ֆուտբոլիստները Պերիխանյան շատ լավ նկատեց Կարապետ Կիրակոսյանին Կիրակոսյանն էլ այստեղ Ղազարյանի դեմ է պայքարում մնացին գնդակով հիմա Մոնցայի ֆուտբոլիստները Մուսա Ալեքսանյան բարձից փոխանցում Պապոյան հարված այստեղ չստացվեց Ներսիսյանն էլ կանգնեց գնդակի ճանապարհին Համբարձումյան ուժեղ փոխանցում առաջ այստեղ Մարկոսյանն է շատ լավ կասեցնում գնդակը կհասնի արդյոք գնդակին հասավ ու փոխանցում կատարեց նույնիսկ բայց գնդակը արդեն դուրս է եկել դաշտի սահմաններից ու հարված կլինի Արտուր Հովհաննիսյանի դարպասից Հովհաննիսյան կա փոխանցումը Բայց այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու կրկին Mainz-ի ֆուտբոլիստերն են սկսում գրոհ Դավիթ Պերիխանյան շատ լավ փոխանցում կատարեց դեպի Մարկոսյանը Մարկոսյան հարված ու այստեղ փակվեց Մարկոսյանի հարվածի ճանապարհը ներվում է առաջ հիմա Ավետիսյանը կրունկով փոխանցում բայց Պերիխանյանն է հաջող խլում կատարում վտանգավոր է Դավիթ Պերիխանյանն ու կորցրեց այստեղ հարված կատարելու հնարավորությունը Ալեքսանդրյանը շատ լավ գործեց շատ լավ փոխանցում կատարեց բայց այստեղ էլ Պապոյանին Ներսիսյանը թույլ չտվեց շրջանցել իրեն ու Ներսիսյանից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից անկյունային հիմա կիրացնի Մոնցան Արշալույս Պապոյանն է տեղադրում գնդակը Պապոյան կա փոխանցումը հարվածել եղավ նույնիսկ այստեղ բայց շեղությամբ ստացվեց Ռաֆի Գևորգյանի կատարած հարված ու հարված կլինի Արտակ Համբարձումյանի պաշտպանած դարպասից Ներսիսյան ուժեղ փոխանցում առաջ բայց հեռացեցին այստեղ գնդակը Մոնցայի պաշտպանները եզից կնետի Mainz-ը Ներսիսյան
ուղարկում է գնդակը Նշան Մարկոսյանին, վերջինս է շատ լավ կասեցեց ու շարժվում է առաջ Մարկոսյան, այստեղ Ալեքսանյանը խանգարեց Մարկոսյանին, բայց մնաց գնդակով Մարկոսյանը դեպի աջ է կատարում փոխանցում, Պերիխանյան գուցե հարվածի դարպասին, Պերիխանյան կրկին Մարկոսյան, Մարկոսյանը այստեղ կորցրեց Մարկոսյանը գնդակը, բայց Մոնցայի մոտ էլ արագ հակագրող կազմակերպել չստացվեց։ Գևորգյան դեպի աջ փոխանցում հետևեց Մուրադյան Ավետիսյան հարված ու Ամբարձումյանը այստեղ չափազանց լավ գործեց ֆիքսելով Ավետիսյանի կատարած հարվածը, իհարկե միանգամից չվերցեց գնդակը, բայց երկրորդ դրվագում կարողացավ ֆիքսել գնդակը ու զերծ պահելով ավելորդ հարվածից իր դարպասի ուղղությամբ Գեգամ Սարգսյան շատ լավ նկատեց այստեղ Մարկոսյանի Սարգսյանը Պերիխանյան, ինչու՞ չի հարվածում Պերիխանյան, այստեղ փոխանցում հետևեց, բայց հեռացեցին գնդակը Մոնցայի պաշտպանները, Ալեքսանյան լավներ անցում է Մուսա Ալեքսանյան հարված դարպասին ու Ամբարձումյան այստեղ արդեն ճիշտ դիրքում էր ու կարողացավ վերցնել գնդակը նետելով առաջ, բայց այն բաժին է հասնում Գևորգյանին Ուրադյան Այստեղ սխալվում են Մոնցայի ֆուտբոլիստները, Գյուրեգյանն է խլում գնդակը մրցակցից, Գյուրեգյան, տեսնենք Գյուրեգյան ու սա խաղի կանոնների խախտում է արդեն, այո, մնաց գնդակով Գյուրեգյանը չսուլեց մրցավարը, բայց երկրորդ դրվագում նույնպես կար խաղի կանոնների խախտում ու հիմա ստանդարտ կիրաստ են բավական վտանգավոր դիրքում Մայնցի ֆուտբոլիստները Նշան Մարկոսյանն է գնդակի մոտ, տեսնենք ինչպես կիրասնի այս ստանդարտը կամ մրցավարի սուլիչը, Մարկոսյան հարվածում մի փոքր բարձր է ստացում Մարկոսյանի հարվածը։ Հովանեսյան ուժեղ փոխանցում առաջ այստեղ էլ Պերիխանյանը կանգնեց գնդակի ճանապարհին, բայց այն մնաց Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ Մուսա Ալեքսանյան Երկու տասամարների պայքար ենք դիտում Ալեքսանյանը մնաց գնդակով անցավ մի քանի մրցակցի վերահսկողությունից, բայց այստեղ փակվեց հարվածի ճանապարհը, հետո էլ դարպասապան Համբարձումյանը ոտքով հեռացեց արագորեն նետում է Մոնցան գնդակը Պապոյան շտապում են արդեն Մոնցայի ֆուտբոլիստները Պապոյան կա փոխանցումը Գյուրեգյանն է հիմա էլ հեռացնում գնդակը Ալեքսանյան սայթակեց այստեղ ու Կարապետ Կիրակոսյանը կարողացավ շատ լավ փոխանցում կատարել Մարկոսյանին, բայց հեռու թողեց այստեղ իրենից գնդակը Մարկոսյանը Ուրադյանն էլ այս դրվագում շատ լավ պաշտպանվեց հարգելով մրցակցի առաջ խաղացման ճանապարհը ու թույլ չտալով Մարկոսյանին հասնել այս գնդակին հիմա շարժվում է առաջ Մոնցան աջ եզրով լավն էր այստեղ անցումը կա փոխանցումը բայց Ներսիսյանը նորից ճիշտ դիրքում էր ու կանգնեց Մնացականյանի կատարած փոխանցման ճանապարհին անկյունայինի խաղարկումը տեսնենք ինչ կտա Մոնցային Ցածից այս անգամ փոխանցում հետևեց Ավակյան, բայց Մարկոսյանը թիկունքից խանգարեց մրցակցին ու թույլ չտվեց հարված կատարելու գործում հիմա հեռացված է գնդակը Ես կնետեն Մոնցայի ֆուտբոլիստները Գևորգյանը կկատարի եզրային նետումը Ուրադյան Դեպի աջ կատարեց փոխանցում Պապոյանն է այստեղ Արչալույս Պապոյան հեռարարված բայց նորից Համբարձումյանը կարողանում է տիրել գնդակին Երկար փոխանցում առաջ Համբարձումյանի կատարման, այստեղ առաջինը գնդակին հասան Մոնցայի պաշտպանները Ալեքսանյան այստեղ էլ Գեգամ Սարգսյանը հաջող գործեց, բայց հետո մնաց գնդակը Ալեքսանյանի մոտ ու համառության շնորհիվ վաստակում է եզրային նետման հնարավորությունը Ալեքսանյանի թիմի համար։ Պապոյան կատարեց եզրային նետումը Ավակյանին,
Նորից Պապոյանն է ստացել գնդակը, Պապոյան հարված ու հաշիվը հավասար է 2-2 Մոնցան հասնում է հաջողության հավասարեցնելով հանդիպան հաշիվը։ Արշալույս Պապոյան 2-2 հաշիվը հավասար է ու հիմա արդեն տեսնենք ինչ կփորձի անել Մայնցի հիմա նորից սխալ պաշտպանությունից դուրս գալուց Մայնցի ֆուտբոլիստների մոտ ու ես իսկ կնետի Մոնցան բավական ակտիվ են Մոնցայի ֆուտբոլիստները այս րոպեների խաղադաշտում եւ դա իհարկե տվեց իր արդյունքը հասան ու դարձան գոլի հեղինակ Մոնցայի ֆուտբոլիստները այստեղ էլ հիմա Պերիխանյանն է հաջող խլում կատարում ու սկսում Մայնցի հերթական գրոներից մեկը բայց այստեղ էլ Պերիխանյանը սայթակեց հետո կարողացավ փոխանցել Գյուրեխյանին վերջից էլ Մարկոսյանին է հասցեագրում գնդակը Դչան Մարկոսյան հարված անդրադարձ ու գնդակը հեռացված է անկյունայինի Տեսնենք այս անկյունայինը ինչ կտա Մայնցին իսկապես բավական մեծ էր այս վերջին մի քանի րոպեների ընթացքում Մոնցայի առավելությունը մրցակցի դարպասի ուղղությամբ ու ի վերջո հասան հաջողության հիմա էլ կա փոխանցում Կարապետ Կիրակոսյանի կողմից բայց հեռացնում են պաշտպանները գնդակը Եզիս կրկին կնետի Կիրակոսյանը Գերամ Սարգսյան, նորից Կիրակոսյան Բայց այստեղ փակեցին Կիրակոսյանի փոխանցման ճանապարհը ու Ալեքսանյանն է շարժվում առաջ, բայց հեռու թողեց գնդակը։ Կրկին Կիրակոսյանն է գնդակով։ Կիրակոսյան փորձեց սերվից հարված կատարել, բայց այս դեպքում Կիրակոսյանի կատարած հարվածը չստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Այս ընթացքում փոփոխություն Տեղի ունեցավ Մայնցի կազմում Գյուրեխյանը լքեց խաղադաշտը Վարդան Հովհաննիսյանն է շարունակում հանդիպումը նրա փոխարեն Գևորգյան փոխանցում դեպի առաջ այստեղ Պապոյանն ու Գևորգյանն է պայքարում միմյանցն են, բայց խախտեց խաղի կանոնները թիկունքից Պապոյանը Ներսեսյան ուժակ փոխանցում առաջ, բայց այստեղ անհաջող ստացվեց Ներսեսյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Արտուր Հովհաննիսյանի պաշտպանած դարպասից Հովհաննիսյան դեպի աջ է ուղարկում գնդակը ու այստեղ էլ Ստանդարտի հնարավորություն են վաստակում Մայնցի ֆուտբոլիստը Գեգամ Սարգսյանը արագորեն խաղարկում է գնդակը Կարապետ Կիրակոսյանի հետ Կիրակոսյանը անցավ մեկ մրցակցի, բայց Մնացականյանը այստեղ համառության շտորի թույլ չտվեց մրցակցին առաջ շարժվել, հետո էլ խախտեց խաղի կանոնները հարկադրաբար Տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Մայնցին, գնդակի մոտ է Դավիթ Պերիխանյանը Մրցավարի սուլի չկա, Կիրակոսյանը նաև միացավ Պերիխանյանին ու ինքն է հարվածում, սա փոխանցում էր ավելի շատ Կիրակոսյանի կատարմամբ ու կարողացավ Ալեքսանյանը հեռացնել գնդակը հիմա Եզից կնետի Մայնցը Բայց Ավետիսյանը հաջող փոխանցում կատարեց Ալեքսանյանին վերջից էլ Պապոյանին է ուղարկում գնդակը, բայց այստեղ չափազանց ճիշտ ու լավ ժամանակի դուրս եկավ դարպասից Արտակ Համբարձումյանն ու կարողացավ հեռացնել գնդակը։ Ուսա Ալեքսանյան արված ու այստեղ չհայտնվեց գնդակը դարպասում Ալեքսանյանի կատարած հարվածից հետո մի փոքր չեղությամբ ընթացավ եւ հարված կլինի Մայնցի դարպասից Համբարձումյանը արագորեն խաղարկում է գնդակը Դավիթ Գևորգյանի հետ վերջինս էլ
շարժվում է առաջ, կատարեց փոխանցում դեպի Մարկոսյանը, Մարկոսյան այստեղ չանցավ փոխանցումը դեպի Կիրակոսյանը, հիմա էլ ուժեղ է ստացվում Սարգսյանի կատարած փոխանցումը Մուսա Ալեքսանյան, հաջող անցում ստացվեց Ալեքսանյանի կատարմամբ, Ավետիսյան բարձից փոխանցում չացավ գնդակը Մուսա Ալեքսանյանին այն բաժինացել, Ալեքսանյանը հարված ու բարձր է ստացում Ալեքսանյանի հարվածը Յոթ րոպե մինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտ այդքան ունեն երկու թիմերը իրենց տրամադրության տակ հանդիպան ընթացքը իրենց օգտին թեքելու Ալեքսանյան Բարձից շատ լավ նկատեց Պապոյանի առաջ խաղացումը Ալեքսանյանը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Էրսյան խորքից փոխանցում Մարկոսյան այստեղ Փորձեց ավելացնել գնդակի ընթացքը չստացվեց ու կորցին Մայնցի ֆուտբոլիստները Մուսա Ալեքսանյան լավ դեր փոխանցումը Պապոյան վտանգավոր է Պապոյան հարված Սարգսյանին դիպավ գնդակու չհայտվեց դարպասում հիմա էլ Ավետիսյանի հարվածն է բավական բարձր ստացվում Ինչ լավ հնարավորություն հիմա կորցրեց Մոնցան Պապոյանը ամեն ինչ գրագետ արեց նրան մեղադրել այս դրվագում պարզապես չի կարելի բայց այստեղ մրցակցի պաշտպանը շատ ճիշտ դիրք էր զբաղեցրել ու կարողացավ փակել նրա հարվածի ճանապարհը Ներսիսյան ուժեղ փոխանցում առաջ այստեղ Մարկոսյանն էլ ավելացեց գնդակի ընթացքը Դավիթ Պերիխանյան փոխանցում Մարկոսյանին ու այստեղ սայթակելով հարված կատարեց Մարկոսյանը ու չստացեց նրա կատարած հարվածը Հիմա էլ Մոնցանը նետվում առաջ Ալեքսանյանն է գնդակով հիմա կա փոխանցումը բայց այստեղ Արտակ Համբարձումյանը կարողանում է Փակել գնդակի ճանապարհը եթե դիպչեր գնդակին Պապոյան ու շեղեր գնդակի ուղղությունը ապա բավական վտանգավոր կստացվեր հիմա ինչ արեց Մարկոսյանը ինչ լավներ անցումը բայց հարվածը ստացվեց նշան Մարկոսյանի կողմից ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Հովանեսյան խորքից փոխանցում առաջ այստեղ գնդակը Պապոյանին բաժինացավ, բայց հետո Սարգսյանը հեռացեց գնդակ ու ստացվեց այն փոխանցում խաղընկերների համար, բայց այստեղ կասեցնել չստացվեց գնդակը Մայնցի արձակողների մոտ Ավետիսյան Նահանջում է այստեղ Պերիխանյանը, բայց հաստրեցին փոխանցում կատարել Ալեքսանյանի ուղղությամբ Արշալույս Պապոյան հիմա էլ հարվածեց, բայց եղավ անադարձ ու գնդակը վերցեց Մայնցի դարպասապան նետելով այն Պերիխանյանի ուղղությամբ Պերիխանյան գրոյ տեղափոխություն դեպի ձախ եզր Վարդան Հովանեսյանն է այստեղ Հետ փոխանցում դեպի Գեղամ Սարգսյանը Նորից Հովանեսյան Հովանեսյանն այստեղ քիչ էր մնում սխալվեր Հովանեսյանը բայցացավ գնդակը Պերիխանյանին Պերիխանյանն էլ հեռու թողեց այստեղ խախտեց խաղի կանոնները բայց գնդակով մնաց Պապոյանը կա փոխանցում ու Ալեքսանյանին չի հասնում այստեղ գնդակը Գեղամ Սարգսյանն է կարողանում փակել փոխանցման ճանապարհը Հիմա տեսնենք ինչ է պատահել Մխիթար Ավետիսյանին քիչ առաջ բավական բարդ հարված ստացավ ոտքին Ավետիսյանը շտայած մնացին գնդակով խաղընկերներ ու բավական վտանգավոր հակագրոհ էին հասնում Մոնցան այդից պատճառով չստուլեց մրցավարը հիմա հետաձգված դեղին քարտը բարձրացեց մրցավարը Պերիխանյանի գլխավերևում տեսնենք այստեղ գնդակը անցնում է Մոնցան մրցակցին ու խորքից կսկսի Մայնցը
Խորքից փոխանցում եք տեսնում հասավ գնդակը Մարկոսյանին ու հիմա վրիպում է Մարկոսյանը բավական նպաստավոր դիրքից հիմա իսկապես կարող է արդեն Mainz-ը գրավել մրցակցի դարպաս ու նորից առաջ անցնել հաշվի մեջ, բայց դա տեղի չունեցավ եզից հիմա կնետեն Mainz-ի ֆուտբոլիստները Գյուրեգյան ուղարկում է գնդակը Պերիխանյանին, լավ ստացվեց Պերիխանյանի անցումը, Վարդան Հովհաննիսյան կրկին Պերիխանյան, Հովհաննիսյան ու հիմա էլ ինչ է կատարվում, թույլ չտվեցին Հովհաննիսյանին արված կատարել, Ալեքսանյանն է զարգացնում արագություն, Մուսա Ալեքսանյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Ալեքսանյանը, բայց հարվածը բարձր ստացվեց, քանի որ դիպավ մրցակցի պաշտպաններին ու դուրս եկավ դաշտի սահմաններից արագորեն խաղարկում է Մոնցան գնդակը, Մուսա Ալեքսանյան Անցավ մեկ մրցակցի Ալեքսանյանը կատարեց փոխանցում, Մխիթար Ավետիսյան գուցե հարվածել, բայց փակվեց հարվածի ճանապարհը, հիմա փորձեց հարվածել Ավետիսյան ու շտացվեց, հիմա էլ այստեղ կար խաղի կանոնների խախտում Գևորգյանի կողմից։ Ներսիսյան Խորքից փոխանցում ենք տեսնում Ներսիսյանի կատարմամբ ու այստեղ կարողացավ հեռացնել գնդակը Ցոլակ Պապոյանը Եզից հիմա էլ կնետեն Mainz-ի ֆուտբոլիստները հանդիպման վերջն մասն է իհարկե երկու թիմերն էլ փորձում են հաշվի առավելությունը շրջել իրենց կողմը, բայց առաջնային խնդիրը գնդակ բաց չթողնելն է երկուսի համար էլ Պերիխանյան ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Պերիխանյանի դեմ պայքարում Ցոլակ Պապոյանի կողմից Ոչ, հենց Պապոյանի նկատմամբ է խախտել խաղի կանոնները Պերիխանյանը ու հիմա խաղարկում են Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը Մուսա Ալեքսանյան անցումը ստացվեց հարված, բայց այստեղ Ներսիսյանը կանգնեց գնդակի ճանապարհին Արշալույս Պապոյան չի հավատվել Մոնցայի գրոհը Պապոյան փոխանցում ու այստեղ Պապոյանի կատարած փոխանցումից հետո ոչ ոք չարձագանքեց այս գնդակին չափազանց սուր փոխանցում կարողացավ կատարել Պապոյանը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Վերջին րոպեն է ընթանում հանդիպման հիմնական ժամանակի խաղադաշտում ու տեսնենք Ներսիսյան խորքից փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց այստեղ Գևորգյանն է հեռացնում գնդակը եւ այն բաժին է հասնում Արշալույս Պապոյանին Պապոյան թիկունքով էր այստեղ սխալվեց հետո էլ Mainz-ի ֆուտբոլիստները սխալվեցին Ավակյանն է հիմա էլ ձախ եզրում Ավակյանն ու այստեղ Պերիխանյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից եզից կնետի Մոնցան Մնացականյան կրկին Ավակյան ու այստեղ կարայող խաղի կանոնների խախտում Ավակյանի դեմ պայքարում Հովհաննիսյանի կողմից ու տեսնենք այս ստանդարտ իշ կտա Մոնցային գնդակի մոտ է Մուսա Ալեքսանյանը բավական վտանգավոր է հիմա Mainz-ի Տուգանային հրապարակում Ալեքսանյան կա փոխանցումը, բայց Եզրային նետում հիմա Կիրասնի Մոնցան հեռացեցին գնդակը Mainz-ի ֆուտբոլիստները Պապոյան կատարում է Եզրային նետում Գևորգյանի ուղղությամբ եւ այստեղ էլ հեռացված է գնդակը եւս մեկ Եզրային նետում կատարի Մոնցան Կատարված է փոխանցումը Մարկոսյանն է այստեղ նահանջել ու օգնում պաշտպաններին Պերիխանյան Եվ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է մարտական ոչ ոքի գրանցվեց 2-2 թիմերը բաժանվեցին խաղադաշտում խաղաղությամբ խաղային օրն էլ մեզ մոտ ավարտված է շնորհակալություն որ մեզ հետ եք բարի գիշեր ու ամենայն բարիք